Ելքը հատուկ սպեցպրոյեկտ էր։ Ում կողմից ստեղծված։ Իշխանության։ Իշխանության կողմից ստեղծված։ Տեխնոլոգների, որովհետև խորհրդարանում պետքա ընդդիմություն լինի իբրև։ Ղժղժան Նիկոլից լավ ընդդիմություն։ Գոռացող պետքա լինի, ղժացող պետքա լինի, տարան, տալանին։ Բայց այդ ո՞նց են անցնում։ Նա այսինքն ձեռնտու է իշխանությանը։ Այդ իշխանական սխեման է։ Եթե իշխանությունը ըստ ձեր վարկածի չաջակցեր ելքին, ելքը չէր անցնի խորհրդարան։ Չէր անցնի, բա ոնց։ Կանցնեիք դուք։ Ոչ էլ մենք։ Ելքը ձեռք էր տալիս իշխանությանը։ Այդ մի 15-20 հոգի, որ ման էին գալի, բարձրախոսով ասում էին ելք կա, հազար անգամ ենք տենց մանեկ է։ Որտեղ կար, ամենտեղ իրենց պաստառները կար, փողը որտից։ Դրամահայթայթման երեկոներ էին անում, իրենք այդպես են ասում։ Դե կասեն, ես էլ կասեի նույն նման։ Իրենք էլ ձեզ կարող են հարցնել, պարոն Կարապետյան, ձեր փողը որտեղից էր այն ժամանակ, թեև դուք չանցաք խորհրդարան 2007-ին։ Ես գումարներ ունեի, ես հարուստ մարդ էի, սննկացրեցին։ Չնայած հիմա էլ չեմ խեղճանում, պարկացում, ամեն ինչ ունեմ, տուն ունեմ, երեխեք ունեմ, ընտանիք ունեմ։ Հեռուստաընկերությունը չունեք ցավոք, որը այդքան սիրում էիք եւ որին այդքան նվիրված էիք։ Այդ արան ձեռիցս։ Դա քաղաքական հետապնդում էր, պարոն Կարապետյան։ Չէ, բա ինչ էր։ Ուղղակի ձեռք չէր տալիս ոմանց։